Ադրբեջանում սկսված այս հակառուսական արշավը, չգիտենք, ինչ-որ գործերի հետ կապված, նաև Հայաստանում այսպես Սամվել Կարապետյանը Ռուսաստանաբնակ է, այս արշավը ինչով է բացատրում, վերլուծություններ ասում են, որ սա այսպես այստեղ Ռուսաստանի դիրքերացնել թուրք-ադրբեջանական տանդեմին բավական բարդ է այս գործընթացը մեկնաբանել, բացատրեմ ինչի, որովհետև օրինակ Սպուտնիկը Ադրբեջանում լրատվականը ես մենակ մի 3-4 անգամ հիշում եմ, որ փակվում էր ճակերտների մեջ, հա, այսինքն այդ գործընթացը տարբեր անգամներ, տարբեր ձևով է տեղի ունեցել։ Իհարկե, այս անգամ շատ ավելի սրված է ընթանում process-ը, բայց քանի որ իմ նեղ մասնագիտությունը չի ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ես խորը վերլուծություն այդտեղ իրականացնել չեմ կարող։ Միանշանակ Հայաստանի Հանրապետությունը, եթե ունենար իրական կառավարություն, ապա պիտի փորձեր օգուտներ քաղել արդեն իսկ ստեղծված իրավիճակից, բայց եւս մեկ անգամ եմ ընդգծում, ներկայացնել սա որպես վերջնական հարաբերությունների վատթարացում, որին կհետևեն զգալիորեն ավելի շոշափելի, քան այն ինչ որ հիմա է տեղի ունենում գործընթացներ, ես դեռևս այդ հանդգնությունը չի ունենա, որովհետև այսպես շատ անգամներ է եղել։ Յուրաքանչյուր անգամ տարբեր փուլում կանգնել է, մի դեպքում սա տևել է, չգիտեմ, մի շաբաթ, մյուս դեպքում մի ամիս, ամեն անգամ ինչ որ բաներ արել են երկու կողմերը իրար, բայց թե ինչքան կգնան այս անգամ ամենայնպես ես դեռևս կանխատեսել չեմ կարող։ Կարծում եմ դեռևս դրա համար բավարար ինֆորմացիա չկա։ Իսկ դուք ինչ եք կարծում, կա անհրաժեշտություն Հայաստանում ռուսական հեռուստաալիքները եթերազրկել, թե ոչ, պարոն Մամիջանյան։ Ես նման անհրաժեշտություն բացարձակ չեմ տեսնում եւ եւս մեկ անգամ այդ ոնց է ստացվում, որ Ալեն Սիմոնյանը 2 թե 1 տարի առաջ ասում է, որ իրանք պատմության մեջ ամենառուսամետ կառավարությունն են, որը Հայաստանը երբևէ ունեցել է, իսկ հիմա ունենում է այն ելույթները, որոնք ունենում է, ու առհասարակ, գիտեք, այս իշխանությունները մի հետաքրքիր տաղանդ ունեն քարոզչական կեղծիքներ ստեղծելու։ Եկեք մի հատ հիշենք այդ այսպես կոչված պլանի հրապարակումը եւ ուշադրություն դարձնենք, թե ինչ հատուկ էին իրանք փորձել այնպես անել, որպեսզի բոլոր իրանց կեղծ քարոզչական թիրախները լինեն, պարտադիր ղարաբաղցիներին թիրախավորել։ Այսինքն այնտեղ որ չեն գրել, որ սևանցիները մասնակցելու են ցույցերին, գրել են ղարաբաղցիները, պարտադիր թիրախավորել Ռուսաստանի Դաշնությունը։ Ու այսպես շարունակ, հա, եւ սա եւս մեկ դրսեւորում է։ Ձեզ հաճելի է, որ ռուսական պետական լրատվամիջոցներով Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, ինքնիշխանությունը, այվանկախությունը վեր են ցանկացած քննարկում, ինձ դրանք չեն քննարկում, 1, 2, եւ մեր բոլոր գործընկերներին նայած մեր հարաբերություններից խնդրում կամ պահանջում եմ երբևէ չշփոթել ու Հայաստանի Հանրապետության հետ կամ մասին չխոսել այնպես, ինչպես արժան է, որ իր հետ եւ մասին խոսեն Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Մամիջանյան, ամսի 4-ին Սամվել Կարապետյանի եղբորորդին հրավիրել են երթի, այսինքն մի աջակցություն, որ գնալու են այսպես Երևան կենտրոն քրեակատարողական։ Կարծում եմ բոլոր մարդիկ, ովքեր համարում են իսկ դա Հայաստանի ազգաբնակչության մեծամասնությունն է, որ Սամվել Կարապետյանը ներառյալ մեզ ինձ, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում այն պատճառով, որ ինքը պաշտպանում է հայ-առաքելական Սուրբ եկեղեցին, այդտեղ պիտի լինեն։ Դուք կգնաք։ Այո։